Ֆրինյուզի եթերում Երևան-Փարիզ ձևաչափով հերթական միացումն է, Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգային ագետ Արման Ավագյանը։ Բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան, ինչպե՞ս ես։ Այսինքն ես կարող եմ ասել արդեն բարևներ ձնապատ Երևանից ու Հայաստանից։ Այո, եւ վերջի վերջո Հայաստանում կա Ծաղկաձոր, հիմա էլ ոնց որ թե կա Երևան։ Երևանաձոր էլ կլինի։ Իհարկե, մենք 3-4 օրը խոսեցինք Դավոսի ֆորումի մասին, բայց նաև անոնսեցինք, որ այսօր կխոսենք արդեն խաղաղության խորհրդի ստորագրումից, այսինքն Դավոսի այդ հատվածից, եւ կարելի ասել, որ սպասելիքները նույնիսկ գերազանցվեցին, այն ինչ որ մենք տեսանք այնտեղ, դու համաձայն ես։ Ես համաձայն եմ այն պահին, որ Հայաստանի Հանրապետությունը իր ստեղծումից ի վեր առաջին անգամ հայտնվեց մի խորհրդի կազմում, նոր, հենց նոր ստեղծված, որը իր մեջ ներառում է երկրագնդի ամենամեծ գերտերությունը եւ որն էլ հավակնում է իր շուրջ համախմբել բոլոր այն երկրներին, որոնք խաղաղության ջատագովն են մի կողմից եւ մյուս կողմից հենց իրենց արված գործողություններով եւս, որտեղ այնտեղ օրինակ բացի Հայաստանից եւ Ադրբեջանից նաեւ օրինակ կար Պակիստանը, որը վերջերս որտեղ եւս վերջերս բախումները կարողացան կանգ առնել Միացյալ Նահանգների շնորհիվ եւ վերջ-վերջո դրանք երկրներ են, որոնք խաղաղությունը եւ բիզնես առողջ միջավայրը ըստ այդմ տեսնում են որպես առանցքային քաղաքականություն եւ Հայաստանը այդ առումով ավանգարդում է այդ շարժման եւ այդ կողմից կարելի է դիտարկել Հայաստանին որպես մի երկիր, որը վերջի վերջո գտնվում է այն տեղում, որը նա վաստակել է իր շնորհիվ խաղաղության ուղղությամբ արված եւ արդյունքի հասած բոլոր ջանքերի միջոցով։ Եվ իդեպ բոլորովին պատահական չէր նաև, չէ որ այդ միջազգային ֆորումներում շատ կարևոր նշանակություն ունի արարողակարգը կամ այսպես ասած պրոտոկոլը, հիմա այդ պրոտոկոլի տրամաբանությունը շատ հետաքրքիր էր, երբ որ Թրամփի աջ ու ձախ կողմերում նստած էին Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը, սա նույնպես պատահական բան չէր, ամեն դեպքում կային ինչու ոչ պետություններ, որոնք ոչ պակաս կարևոր էին եւ կարող էին լինել Թրամփի կողքին, բայց ընտրվել էր հենց այս տարբերակը, ու այս տարբերակը նաեւ շատ լուրջ ակնարկ էր բոլորին։ Որովհետև երկու երկրների ապացուցված իրականությամբ եւ ներկայությամբ նրանք եկան հաստատելու նախագահ Թրամփի խաղաղության ուղղությամբ արված բոլոր ջանքերի արդյունքը եւ իրենց դե ֆակտո հաստատված խաղաղությունը եկավ իր այսպես ասենք իր գրառումով, որովհետեւ այնտեղ եւ փաստացի գրանցվեցին, եկավ ապացուցել, որ ահա փաստաթուղթ ստորագրվեց, այո։ Բոլոր առումներով ես չգիտեմ ոնց կմեկնաբանես դու, բայց իմ կարծիքով սա պատմական ֆորում էր, խոսքը ոչ թե այդ պահի մասին է, այլ այն ամենի մասին, որ հետո է լինելու։ Տես այնտեղ ներկայացվեց Գազայի ապագա նախագիծը, դու ուշադրություն դարձրեցիր։ Իհարկե։ Իսկ ինչ է դա նշանակում։ Այսինքն այս ժամանակաշրջանի, 26 թվականի, թերևս ընդհանրապես մարդկության պատմության մեջ ամենամեծ, ամենահզոր կառուցապատման ծրագիրն է։
Ինչ խոսք, եւ առաջ է տարվում մի մարդու կողմից եւ ըստ այդմ մի թիմի կողմից, որը ունի բիզնես փորձ եւ անշարժ գույքի շուկայում Եվ մասնավորապես կառուցապատման, այո։ կառուցապատման եւ ըստ այդմ նրանք ներգրավում են եւ ներգրավելու են այդ ոլորտի ամենահաջողված գործարարներին, նույնիսկ եթե այս փուլում որոշակի վերապահումներ ունեն Իսրայելը, սակայն այդ վերապահումների մասին չեն կարող խոսել արաբական աշխարհի հետ կապված, որովհետև նրանք վերջ-վերջո շատ լավ հասկանում են, որ նրանք չեն կարող լինել զարգացած էկոնոմիկայով երկրներ եւ իրենց փոքր եղբայր հանդիսացող պալեստինցիներին թողնել նմանատիպ իրավիճակում եւ վերջիվերջո նրանց ջանքերը, որը միջև հիմա միտված էին ուղակի նրանց գումարով օգնելու այդ երկրին կամ այդ ժողովրդին, հիմա շատ ավելի կարելի է ինչպես եղան արաբական այդ խոշոր քաղաքներում, Դուբայը կարող ենք վերցնել որպես օրինակ, ինչպես կարողացան ապատում զարգացնել եւ վերջիվերջո գալ մի բիզնես կենտրոն քաղաքի եւ նույն ձևով եւս դա կարելի է անել Գազայում։ Ինչ խոսք, կան շատերը, որոնք թերահավատորեն կմոտենան դրան, բայց գիտես, շատերը թերահավատորեն էին մոտենում այդ թվում նաև Եվրոպայում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծմանը, բայց արի ուտեց, որ Թրամփի շնորհիվ այդ հանգուցալուծումը եկավ իր տրամաբանական ավարտին, դա վառօրինակ է մեկ անգամ եւս եւ պետք է հավատանք, որ վերջի վերջո ինչու ոչ, եթե ոչ բիզնեսի եւ առողջ տնտեսական գոտի կամ գոտիներ ստեղծելու միջոցով է, որ պետք է հաստատվի խաղաղությունը ժողովուրդների միջև եւ Հայաստանի ներկայությունը դա ամենակարևորը նրանումն է, որ մենք կապված կլինենք նաեւ այդ բիզնես նախագծերի հետ, որովհետեւ մենք հեռու չենք միջին արևելքից վերջի վերջո շատ մոտ ենք կարելի ասել, որտեվ ուր Պակիստանը, ուր Պաղեստինը եւ ուր մենք եւ ուր Պաղեստինը, հա։ Եվ ընդ որում ես ուզում եմ նաեւ հիշեցնել կախես կադրը։ Ստոպ տվեցիք։ Այս իպա անջատվես, նորից դիսկսենք, էլ չի պետք կարծում եմ։ Հա, ես այդ նույն Պաղեստինից կշարունակեմ։ Okay։ Եվ ես ուզում եմ քեզ հիշեցնել, Արման, որ մեկ տարի առաջ ինչ խոսակցություններ էին գնում Գազայի հատվածի նոր հսկա նավահանգստային համալիր կառուցելու մասին։ Սա արդեն նոր աշխարհի, նոր աշխարհակարգի եւ տնտեսական նոր հարաբերությունների նավանգիստ պետք է լինի, որը թերևս կարող է լինել աշխարհում ամենախոշորներից մեկը։ Ինչ խոսք, այստեղ մի պահ կա, որ պետք է նաև դիտարկենք եւ այդ առումով եւս Հայաստանը անվտանգության զոնայում է գտնվում, դա այն է, որ այս պիլոտային ծրագիրը, այս նորարարությունը, այս նոր իրավիճակը նախաձեռնվում է Միացյալ Նահանգների կողմից եւ այդ մեծ Միացյալ Նահանգների հովանու ներքո է, որ Հայաստանը կարող է իրեն ապահով զգալ, որովհետև վերջիվերջո պետք է չմոռանանք, որ մենք եւ դեմոգրաֆիկ տվյալներից ելնելով եւ նաեւ այն փաստը, որ մենք դեռ նոր զարգացող երկիր եւ էկոնոմիկա ենք, մենք մեզ հետ ունենք ամենամեծ պարտները, որը մեզ վստահում է եւ դա ի շնորհիվ նրա է, որ մեր երկիրը վերջիվերջո եւ քեզ ասեմ իմիջայլոց դա նաեւ լավ է անդրադառնում նույն Ադրբեջանի վրա, որովհետև մենք դեմոկրատական, ժողովրդավար, ազատ, որտեղ մարդու իրավունքներն են ազատ, մի երկիր ենք, որտեղ բիզնեսն է ազատ եւ այդ պոզիտիվ իմիջը, որը նույն նախագահ Թրամփը կարող է հպարտությամբ նստեցնելով իր կողքը վարչապետ Փաշինյանին կարող է ցույց դնել աշխարհին եւ ասել, որ այստեղ հավաքված են ոչ միայն երկրներ, որոնք
չգիտեմ ավտոկրատ են կամ չգիտեմ դեմոկրատիայից հեռու արժեքներ են, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման ազատ եւ տնտեսությամբ եւ դեմոկրատական արժեքներով ազատ երկրների հետ նաեւ գործ ունենք։ Ես կարծում եմ, որ սա մի նոր իրականություն է, որտեղ Հայաստանը իր դիրքերով չի զիջելու արդեն այդ նույն 19 երկրներին, որոնք արդեն դե ֆակտո միացան 3 համաձայնագրին։ Մենք երբ որ երեք խոսում ենք այսօրվա հաղորդման մասին, հիշում ես մենք դիտում ենք մի տեսանյութ, որտեղ Պուտինը այսպես երջանիկ ժպիտը դեմքին ասում էր, որ ինքը պատրաստ է միանալ այս խաղաղության խորհրդին, պատրաստ է սառեցված փողերից, որոնք Միացյալ Նահանգներում սառեցված են, $1 միլիարդ տրամադրել խորհրդին։ Իդեպ ես այսօր կարդացի, որ այդ $1 միլիարդ պարտադիր պայման չէ, դա կամավոր է։ Այո։ Դա կամավոր հիմունքների վրա է 1 տարվա ընթացքում եւ եթե ցանկություն կա դառնալու մշտական անդամ, դա չի տարածվում բոլոր երկրների վրա, ես ավելի քան համոզված եմ, որ երբևիցե Հայաստանի վրա դա չի պարտադրվելու, որովհետեւ չմոռանանք Հայաստանը Միացյալ Նահանգների ոչ միայն գործընկերն է, այլ նաև բիզնես գործակիցն է տվյալ պարագայում TRIP-ի համաձայնագիրը չմոռանանք։ Հա, եւ ընդ որում ընդունենք նաև, որ TRIP-ի նույն նախագծով Միացյալ Նահանգները շատ ու շատ ավելին է ստանալու, քան կարող է ստանալ դիցուք Հայաստանի կողմից $1 միլիարդ անդամավճար մուծելու դեպքում։ Ընդ որում այս անդամավճարը չի գնում Միացյալ Նահանգներին, այդ անդամավճարը բնականաբար վերաբերվում է հենց գազայի հատվածի վերականգնման աշխատանքներին, բայց այստեղ ամենակարևորը մեր որոշ գործընկերների կամ ընդդիմադիր հատվածի այն մտահոգությունները, որ երբ որ դուք TRIP-ի այս նախագծի մեջ եք մտնում, Միացյալ Նահանգների հետ եք ոնց որ ասած լավանում, այդ դեպքում Ռուսաստանն է նեղանալու, Պուտինն է նեղանալու, արյուտես, որ Պուտինը ոչ թե նեղանում է, այլ Պուտինը պատրաստ է Թրամփի առաջարկած ցանկացած նախագծի տակ ստորագրել եւ մտնել այդ նախագծի մեջ։ Ինչ խոսք, եւ նաեւ պետք է նշենք մի փաստ, որ այն իր ստրուկտուրայով նաեւ բազմավեկտորային է, այսինքն այստեղ ակցենտը չի դրված խաղաղությունը միմիային համամարտկային այդ ժողովրդավար արդյունքների հիման վրա, այլ ավելի շատ ակցենտը դրված է բիզնես միջավայր ստեղծելու վրա, ըստ իս, եւ խաղաղությունը հնարավոր է, երբ որ ժողովուրդները միմյանց հետ ունեն տնտեսական առնչվածություն, փոխկապակցվածություն եւ հետաքրքրություն։ Իդեպ, երբ որ ես ուսումնասիրում էի այս Գրենլանդիայի պատմությունը, հիշենք, որ Թրամփը հիշատակեց երկրորդ համաշխարհայինը, երկրորդ համաշխարհայինից հետո եղած իրականությունը, իմ մոտ մի տեսակ դեժավյու առաջացավ, չէ որ Միացյալ Նահանգների հետ մենք էլ նմանատիպ մի բան ունեինք, դա Վիլսոնի իրավարար վճիռն էր, հիշում ես։ Շատ հետ Առաջի հանրապետության, այո, առաջի հանրապետության ժամանակներում։ Ունենք ինչ խոսք, բայց ժամանակները գիտես այդ դարասկզբի ժամանակահատվածում մարդկությունը դեռ կարծում էր, որ պատերազմներն ու ավերածությունները եւ դոմինացիան պետքա կանխորոշեն ֆիզիկական, հա, տվյալ պարագայում պետքա կանխորոշեն իմպերիաների հզորությունը, այսօր ավելի շատ կենտրոնացումը կանխարգելման մեջ է, որտեղ Միացյալ Նահանգները նույն Գրենլանդիայի իրավիճակում մենք շատ լավ տեսանք, որ նախագահ Թրամփը հետքայլ արեց վերջի վերջո, որովհետեւ նա որոշել էր գրավել Գրենլանդիան եւ չէր բացառում նույնիսկ ուժով եւ
այստեղ կանխարգելման եւ վերջի նրան բոլորը շատ լուրջ են ընդունում, որովհետեւ գիտեն, որ նրա հզորությունը դա կարող է թույլ տալ, բայց այստեղ խնդիրը, երբ որ չեն կարող մի կողմից ունենալ ռազմատենչ երկրներ, որոնք խոսում են խաղաղությունից, այդտեղ լոգիկա չկա, հա, տրամաբանություն չկա, այլ ընդհակառակը ուժեղ երկրներ, որոնք ուժեղ են եւ ֆիզիկական ուժով եւ տնտեսությամբ, սակայն խաղաղության մեջ են տեսնում փոխհամագործակցությունը առանց ինչ որ վասալիզացման, որովհետեւ ես փորձում եմ տեսնել այդտեղ մի ուղղություն տնտեսական, որտեղ կարելի է հավատալ, հա, փորձել համենայն դեպս հավատալ, որովհետև սրանք բոլորը նոր բաներ են, հա, մեր բոլորի մարդկության համար նոր բաներ են, որ կարելի է ժողովուրդները կարող են իրար հետ հարաբերվել, երբ որ ունեն միմյանց հետ փոխկապակցված տնտեսական շահեր։ Եվ ըստ այդմ մնալ խաղաղ եւ վերջոճը հասկանում են բոլորը, որ խաղաղության մեջ է, որ մարդիկ լավ են ապրում, լավ են զգում, երկրները ավելի են բարգավաճում։ Այո, եւ իհարկե մենք կարող ենք արդեն վերադառնալ հայաստանյան իրականությանը։ Հա, ես նաև մի հատված ընդգծեմ, ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները ուշով հետևել են այդ ստորագրման արարողությանը եւ ուշադրություն դարձրել են, թե ինչ առանձնահատուկ վերաբերմունք ուներ Թրամփը Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դու ուշադրություն դարձրեցի։ Դա շատ երևացող էր, որովհետև գիտես Թրամփի համար շատ կարևոր է շրջապատվել մի երկրի ղեկավարով կամ երկրների ղեկավարներով, որոնք լեգիտիմ են եւ սիրված են իրենց երկրի ժողովրդի կողմից եւ գլոբալ առումով ոչ մեկ այս միջազգային հանրության մեջ, ինչպես նաեւ մեզ մոտ ոչ մեկ չի կարող կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը։ Այո, եւ Թրամփի պարագայում նաեւ, այսպես ասած, շատ կարեւոր դեր ունի սիմպաթիան, էմպաթիան, դա բոլորովին երկրորդական չէ, որտեւ սա արդեն ուրիշ Միացյալ Նահանգներ է։ Այո, իհարկե, եւ նորից ես հետ եմ գալիս լեգիտիմությանը, եթե Թրամփը այսօր այդքան հզոր ձևով առաջ է գնում, դա նրան թույլ է տալիս իր ձեռք բերած այս լեգիտիմությունը, հա, որը թույլ տվեց դառնալ 47-րդ նախագահը եւ հենց այս լեգիտիմության ուժով է, հա, որ նա կարողանում է առաջ մղել իր բոլոր ծրագրերը եւ նրանց ավելին այդ ծրագրերում ներառել նաեւ միջազգային բոլոր գործընկերներին, որոնք մեծ խանդավառությամբ են դրան մոտենում, որովհետև շատ լավ գիտեն, որ ամենամեծ գերտերության ընտրված լեգիտիմ ղեկավարի հետ գործ ունեն։ Եվս մի տեղեկատվություն, սա ուղղակի մտածելու համար է, սա տեղեկացնում է Արսեն Թորոսյանը, նախարար, որ Ադրբեջանի Հանրապետությունում Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Դե ինչ նման բան սրանից մի 2 տարի առաջ հնարավոր էր պատկերացնել։ Դժվար թե պատկերացնենք, այո։ Ես նկատի ունեմ երկու պետությունների պատկան մարմինների համատեղ աշխատանքը։ Խոսքը Արցախի էթնիկ զտման մասին չի, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների մասին չի, խոսքը այն փաստի մասին է, որ սահմանից այս կողմ եւ այն կողմ երկու երկրների համապատասխան կառույցների մարդիկ կարող են շփվել եւ ինչ որ խնդրի լուծում տալ։ Սա արդեն է վերադառնում ենք խաղաղության օրակարգի հերթական ձեռքբերումներից մեկն է կարելի ասել։ Եվ ես հենց այսպեսի մի բան, եթե թույլ տաս Գագիկ ջան, նոր աշխարհակիրքը վերջը գալիս է ապացուցելու, որ այդ կոնֆլիկտները, որոնք այսպես
ժամանակի ընթացքով գնալով այսպես մնում չեն լուծվում եւ դառնում են դեկլարատիվ եւ այդ սառեցված կամ չսառեցված կամ ինչպես ասենք զինադադարի մակարդակով երբևիցե չեն հասնում որևիցե մի հանգրվանի, որովհետեւ վերջիվերջո դրանք չհանգուցալուծված խնդիրներ են եւ Թրամփի գալով այդ իմպուլսը որ հաղորդվում է որ տանք լուծումներ այսօր մենք շատ լավ տեսնում ենք Թրամփը ինչպես է ամեն տեղ փորձում տալ լուծումներ Այո եւ լուծումների արդյունք է չէ որ ինչպես է սիրում ասել գործարք, որովհետև գործարք ասելով վերջիվերջո դիլ, գալիս ենք ռեզուլտատի, գալիս ենք մի արդյունքի։ Տես իսրայելական այդ պատանդները ինչքան ժամանակ է ազատ չեն արձակվում, վերջիվերջո ով կարողացավ այդ հարցին լուծում տալ, նույն նախագահ Թրամփը, որովհետև վերջիվերջո ինչքան կարող ենք մենք այդ խնդիրները 30 տարի շարունակ մենք եղել ենք խնդիրների չլուծման փուլի մեջ եւ այդ ընթացքում հյուծվել ենք մենք եւ չեն կարող ասել թե Ադրբեջանը առաջ է գնացել որովհետեւ Ադրբեջանը եթե դիմակայել է իր բնական ռեսուրսների հաշվին սակայն նա չի կարողացել զարգանալ չի կարողացել որպես տնտեսություն ներգրաված լինել համաշխարհային մակարդակով կախվածություն է ունեցել մեկ կենտրոնից ինչպես մենք այսպես շարունակ եւ վերջիվերջո այդ կոնֆլիկտների հիմքը պետք է նայել եւ այսօր ինչ խոս մենք կարող ենք բացել մի էջ որտեղ կարող ենք տխրությամբ եւ ինչպես ասենք նոստալգիկ կեցվածք ընդունել եւ պայքարողական նաեւ կեցվածք ընդունել բայց դրա համար պետք է պետք է դրա համար ունենալ նախ գործիքակազմ պետք է ունենալ դեմոգրաֆիա որպեսզի ռեսուրսներ եւ ինչպես եք ուզում դուք ունենալ ռեսուրսներ երբ որ ձեր հարևանները որոնք ունեն 90 միլիոնից ավել բնակչություն եւ կարող են իրենց ֆիզիկական ներկայությամբ հա չհաշվենք դեռ նրանց ֆինանսական հնարավորությունները մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հա երկու երկրներ որոնք իրենց եղբայր երկրներ են համարում եւ որոնք ցույց տվեցին կոնֆլիկտի Ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքում իրենց միասնականությունը ինչպես մենք կարող ենք դիմակայել օբյեկտիվորեն իսկ եթե մենք պետք է դեկլարատիվ բնույթի հայտարարությունների շարքում մնալ ուրեմն ինչ մնայինք այսպես չզարգացված, փակված, այսօր տես ինչքան հետաքրքրությամբ սրանք բաներ են, որոնք մենք պետք է նոր բաներ են մեզ համար, սրանք խաղաղության պայմաններում հաստատված նոր իրականություններ են, որոնք մենք շատ արագ պետք է կարողանանք ըմբռնենք եւ շատ արագ պետք է նայենք դեպի առաջ, այլ ոչ թե դեպի հետ։ Եվ առաջ գնալ նշանակում է աշխատել բաց աշխարհի հետ եւ ունեցած քո հնարավորություններով առաջ գնալ եւ երկիրը ըստ այդմ ուժեղացնել տնտեսապես։ Մեր ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը անցած տարեվերջին մի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանը կամ պետք է դառնա Ռուսաստանի մտնի Ռուսաստանի ազդեցության գոտի կամ պետք է դառնա Թուրքիայի վասալ։ Հիմա տես, այսինքն սա ընդամենը մտածելու կերպ է։ Ես բոլորովին չեմ էլ ուզում անդրադառնալ ասողին, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցները նման մտածողություն կրող են։ Հա, եթե ոչ Ռուսաստանը, ապա վայ աման, բայց այս պարագայում չէ որ խոսքը գնում է աշխարհի հզորագույն պետության հետ բիզնես նաև բիզնես պարտներ լինելու մասին, նաև իհարկե ռազմավարական գործընկեր լինելու մասին եւ դրա օգուտները քաղելու մասին։ Իսկ այդ օգուտները շատ արագ են գալու։ Հետո գիտես Միացյալ Նահանգները ունեն հիշողություն 2018 թվականից ի վեր Հայաստանում ստաբիլ դեմոկրատական առաջընթացային իրավիճակ է։ Եվ իզուր չէ որ
Բայդենի վարչակազմը Թրամփի վարչակազմին փոխանցեց ռազմավարական դաշնակցության այդ բոլոր Փաթեթը փաթեթն ու հիմքը, որը արդեն ներդրված էր դեմոկրատ վարչակազմի կողմից, եւ հենց այդ հիմքի վրա է, որ եւ այդ վստահության հիմքի վրա է, որ Թրամփի վարչակազմը շատ հեստությամբ նախագահ Թրամփը իր անունը դրեց այդ նախագծի վրա եւ հենց այդ հիմքի վրա է եւ այդ վստահության ֆոնի վրա է, որ Հայաստանը գտավ այն տեղը, որի համար նա պայքար էր մղում։ Իսկ այդ տեղը ո՞րն էր։ Լինել մի երկիր, որը կարող է համագործակցել բազմավեկտոր քաղաքականության։ Այսօր մենք շատ լավ հասկանում ենք, որ հաշվի առնելով քաղաքական եւ աշխարհքաղաքական իրավիճակները մենք չենք կարող մեզ այդ շռայլությունը թույլ տալ մեկ կողմից ընկերանալ Ռուսաստանի հետ կամ թշնամանալ Եվրոպայի հետ կամ հակառակը կամ միմիայն լինել Ամերիկայի ներկայացուցիչը ռեգիոնում եւ մոռանալ Ռուսաստանին կամ Եվրոպային։ Ոչ, մենք այսօր այն քաղաքականության մեջ ենք, այն բազմավեկտոր քաղաքականության մեջ ենք, որտեղ մի կողմից մենք կարիք ունենք եվրոպական արժեքների եւ եվրոպական դա կլինի մարդու իրավունքները, դա կլինի միջազգային իրավունքը, տեխնոլոգիաները եւ օրենքի գերակայությունը ներառել Հայաստանում, մյուս կողմից կարողանալ ի վիճակի լինել աշխատել Ռուսաստանի հետ, որովհետեւ դա մեր բնական շուկան է, դա այդտեղ կա պատմություն, այդտեղ կա ժողովուրդների անցած ճանապարհ եւ առևտրականները շատ լավ կարող են շատ ավելի ուժեղ քան նույն ամերիկացիներն ու եվրոպացիները հայերը կարող են աշխատել ռուսների հետ եւ բիզնես անել եւ մյուս կողմից կա Միացյալ Նահանգների պրագմատիզմը, միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների, այսպես ասենք, անվտանգության այդ բարձիկը, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը լիաթոք եւ առանց ապրիորիների, առանց վախերի մտնել, այսպես ասենք, գործակցության մեջ մտնել Թուրքիայի նման երկրի հետ, որի հետ մենք ունենք պատմությունից եկած վախեր, ունեցել ենք, հա, մեր ժողովուրդը ունեցել է պատմությունից եկած վախեր եւ անհանգստություններ, չնայած որ վերջի 30 տարվա ընթացքում Գագիկ ջան, մենք չենք կարող գտնել մի դեպք, երբ որ Թուրքիան անմիջապես սպառնացել է Հայաստանին, հա, վերսկսել կամ կրկնել ցեղասպանությունը, չհաշված մի քանի հա դեպքերի արմատական ինչ-որ թուրքերի, որոնք իրենց ժողովրդի կամ տվյալ պահում ինչ-որ ռեյտինգ հավաքելուց ելնելով կարող են կոշտ կամ կոպիտ արձագանք տալ, բայց այս իրավիճակը, որտեղ Հայաստանը ներկայացվում էր զոհի իրավիճակում, որը վախենում է թուրքական յաթաղանը կախված։ Յաթաղանը այո կախված եւ այստեղ գումարվել են ադրբեջանցիները, վերջը շատ լավ հասկացանք, որ մի րոպե, մի հատ եկեք հարցին նաեւ ուրիշ կողմից նայենք, արդյոք դա իրականությանն է համապատասխանում եւ վերջը ինչքան մենք պետք է միմիայն նայենք պատմությանը եւ կարծենք, որ այդ ցիկլը պետք է կրկնվի, այլ դրա փոխարեն գտնենք ուղիներ, որպեսզի կարողանանք մեր հարևանների հետ մտնել ինտերակցիայի մեջ եւ կարողանալ համագործակցել, որովհետեւ վերջը ինչպես ենք մենք ուզում աշխարհին ներկայանալ, ունենալով երկու թշնամի հարևաններ, դա անհնար է։ Եվ ընդամենը երկու ճանապարհ։ Այո, որից սպասելով եւ մեծոյին կամ սպասելով թե հյուսիսային մեր բարեկամը ինչքանով կուզի այն բաց պահել կամ փակել։ Եվ մեր եթերաժամը սպառվեց, Արման ջան, ես վերջում ուղղակի մի ինֆորմացիա ընթերցեմ եւ մենք դրանով ամփոփենք, որտեղ ինքը ինֆորմացիան տեղեկատվությունը շատ հետաքրքիր է։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է հեծի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները, եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Ընդ որում ծախսերը այդ արբիտրաժի պետք է կրեն իրենք Կարապետյանները։
ասելկուզի Հայաստանի Հանրապետությունը վերադառնում է եւ իր տեր է կանգնում իր ռազմավարական այն օբյեկտներին, որոնք պետք է լինեն նրա հսկողության ներքո եւ վերջի վերջո այսօր էլեկտրականությունը դա այն տարրական եւ բազային պրոդուկտն է, դա այն էներգիան է, որը պետք է հասանելի լինի, ինչպես ասեմ, եւ վերահսկելի լինի պետության կողմից, որովհետև դա պետության ռազմավարությունն է եւ հենց այդ էներգակիրներն են, որ այսօր հնարավորություն են տալու Հայաստանի զարգանալու եւ այստեղ ունենք նաեւ այդ արհեստական բանականության եւ մնաց բոլոր ոլորտները, որոնք շատ էներգա ռեսուրս խլող տարեն եւ այստեղ սա կարելի է համարել Հայաստանի Հանրապետության հերթական հաղթանակը, դե արդարությունը միշտ պետք է հաղթի վերջի վերջո։ Շնորհակալություն Արման ջան։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում էի միջազգայնագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։